Ինչ ենք ասում ժողովուրդ, ընդդիմություն 2021 թվին ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկեք, 2021 թվին էին ասում են 2026 թվին, Սևանի արևելյան ափը բնակեցվելու է ադրբեջանցիներով և հոլովակներ էին տարածում այդ ժամանակ 21 թվին, այդ հոլովակի մեջ է զանգում են իբր գնան շորժը հանգստանան, ադրբեջաններն են պատասխանում հեռախոսազանգին և ասում են տեղ չկա, ադրբեջանցիները բոլորը զբաղեցրել են։ Այսօր 2026 թիվն է, քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում։ Եվ նրանք հիմա նոր թեմա են բերել Մեյդան, 300,000 ադրբեջանցու վերադարձի։ Նրանք դա ինչպես լրտեսական տրամաբանությամբ Միչանցկի խոսույթն են տարածում, այսօր էլ լրտեսական տրամաբանության այդ նույն խոսույթն են տարածում։ Ես ասում եմ չկա տես թեմա և չի լինելու այդպիսի թեմա, չհավատակ որևէ մեկին։ Բայց ես նաև անկեղծ ասում եմ, որ այդ թեմայի հետ փակվում է և փակվել է նաև 500,000 հայերի վերադարձի թեման Ադրբեջան, որովհետև ժողովուրդ մենք այս թեմաները պետք է փակենք, որ խաղաղությունը գոյատևի, որ խաղաղությունը զարգանա, հարատևի։ Այո ժողովուրդ, ես եմ մարդն եմ, ով ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Եվ ես դա ասել եմ, որովհետև հավատացել եմ այն գաղափարներին, որոնց մեզ ներարկել են 30 տարի, բայց նաև առաջնորդի պատասխանատվությունն է, երբ որ հասկանա, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, կամք ունենա ասի մի րոպե ժողովուրդ, Ղարաբաղյան շարժումը, այո ես գնացել եմ մինչև այն կետը, նվիրված եմ գնացել, ոչ մի բան չեմ խնայել, մինչև հասկացել եմ, որ Ղարաբաղի շարժումը թակարդ է Հայաստանի համար, որպեսզի մենք չկայանանք որպես պետություն, որպեսզի մենք կորցնենք Հայաստանի Հանրապետությունը, և ես ուրախ եմ, որ այդքան կամք եմ ունեցել, կանգնել եմ ժողովրդի առաջ և ասել եմ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու, եկեք պատկերացնենք, թե մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը, ինչ է լինելու, ինչ ալնելու արդյունքում, լինելու են մեծ ու փոքր պատերազմներ, լինելու են զոհեր, և արդյունքում չի լուծվելու այդ հարցը, որովհետև այդ հարցը դրվել է նրա համար, որ չլուծվի, որ Հայաստանը առնական լինի, տասնյակ տարիներով և մենք ի վերջո ստիպված լինենք հրաժարվել մեր պետականությունից, բայց մենք չենք հրաժարվել մեր պետականությունից, մենք հրաժարվել ենք Ղարաբաղի շարժումը շարունակելուց և տեր ենք կանգնել մեր պետությանը, տեր ենք կանգնել մեր երեխաներին, տեր ենք կանգնել մեր ապագային։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուզակցությունը Հայաստանը ուզում է հետ մղի կոնֆլիկտի հորձանոտ, պատերազմի հորձանոտ, որովհետև այդ պատերազմի տարիներին է, որ նրանք միլիարդներ են աշխատել, թալանել են Հայաստան անունը դնելով, թե Ղարաբաղի համար են անում, թե բանակի համար են անում, մենք բանակ, ես ասում եմ, մեր բանակը, այդ որ ասում ենք կանսերվի կոկոշներ, 2018 թվականին բանակը եղել է հենց կանսերվի կոկոշի մակարդակին։ Դուք բոլորդ գիտեք, ձեր երեխեքը ծառայել են բանակում, դուք ես ձեզ ասելու կարիք չունեմ, գնացեք այսօր ծառայողներին հարցրեք բանակի մասին և 9 տարի առաջ ծառայողներին հարցրեք բանակի մասին և ձեռները դրեք ձեր խղճին, ձեր սրտին և ասեք այն ժամանակ բանակ մենք ունեցել ենք և հիմա մենք բանակ ունենք, թե չունենք։ Ժողովուրդ, հայրենասիրությունը չի նշանակում կեղծիք, ամենամեծ դավաճանությունը հայրենիքի նկատմամբ ժողովրդին սնել կեղծիքներով, մենք ժողովրդին չենք սնել կեղծիքներով, մենք ժողովրդին առաջարկում ենք ճշմարտություններ, մենք ժողովրդին առաջարկել ենք և առաջարկում ենք և ունենք պետություն, այսօր մենք պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, անվտանգ ենք ավելի քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ։ Եվ այդ բարեկեցությունը արտահայտվում է դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ կառուցելով, փողոցներ կառուցելով, թոշակներ բարձրացնելով, առողջության ապահովագրություն մտցնելով, աշխատավարձեր բարձրացնելով, եւ ես ուզում եմ
Դուք բոլորդ որտեղի Ջորջ ջան։ Մենք հեղափոխությունից միջև 2026 թիվը 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք մտցրել պետական բյուջե։ Որտեղից։ Մենք այդ պատերազմի երրագլուխ կուսակցության թալանչի թաթիկները ջարդելով Հայաստանի պետական բյուջեն կրկնապատկել ենք։ Այսօր կալուգացի օլիգարխները եւ մյուսները, որ փորձ են անում ներկայանալ որպես բարեգործ, հեծը Հայաստան էլեկտրական ցանցերը մենք պետականացրել ենք եւ պարզել ենք, որ նրանք մանկապարտեզներից հոսանք գողացող են, նրանք մենք մանկապարտեզների եւ դպրոցների վրա ավել հոսանք են գրել եւ դրել իրանց գրպանները, որ հետո իսկ այսօր Հայաստանի քաղաքացին մեր երեխեքը պետության հաշվին առողջության ապահովագրություն են ստանում, որովհետև իրանք ունեն պետություն, իրանք ունենք հայրենիք պետություն, որ կանգնած է իրանք կողքին եւ ասում է այո, ձեր առողջապահական նվազագույն կարիքները պետությունը, ձեր հայրենիք պետությունը կապահովի ձեզ համար։